Ողջույն սիրելի եկեղեցի, եկեք տերունական Հայր մեր աղոթքով սկսենք մեր այսօրվա ծառայությունը։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին, եւ մի տանի մեզ փորձության, այլ ազատի մեզ չարից, որովհետեւ քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս։ Ամեն։ Միշտ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Առակաց 21:3 Արդարություն եւ իրավունք գործելը Տիրոջն հաճելի է, քան թե զոհը, այսպես է ասում Աստծո խոսքը։ Սիրելի եկեղեցի, իմ ձեռքի մեջ են մեր բոլորիս կարիքները։ Եթե չես հասցրել գրել քո կարիքները, կամ դիտում ես մեզ համացանցով, կարող ես մտովի միացնել։ Հիմա գալու ենք Տիրոջ առաջ աղոթենք ու գոհությամբ գանք ու խնդրենք, որ լինի Տիրոջ կամքը։ Փառք քեզ զորավոր արքա, շնորհակալություն ենք քեզ հայտնում։ Քո առաջ ենք գալիս Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, Տեր։ Շնորհակալություն ենք հայտնում քեզ ամեն բանի համար, Տեր իմ Աստված։ Շնորհակալություն ենք հայտնում ես միաբանության համար, քո զավակների համար, Տեր իմ Աստված, որ հավաքվել են ու փառք են տալիս քեզ, Տեր։ Այս միաբանության մեջ, Տեր իմ Աստված, քո առաջ ենք բերում մեր բոլորի կարիքները։ Խնդրում ենք, որ քո երկնային լուծումը լինի, Հայր։ Խնդրում ենք, որ զորացնես ամեն մեկին, Տեր իմ Աստված։ Ով ինչ դժվար իրավիճակի մեջով անցնում է, Տեր իմ Աստված, ով հիվանդության մեջով անցնում, Տեր, քո խաղաղությունը, քո բժշկությունը գա, Տեր իմ Աստված։ Ամեն մեկը զորանա քեզանով, Հայր իմ Աստված։ Շնորհակալություն ենք քեզ հայտնում, Տեր։ Աղոթում ենք բոլոր նրանց համար, Տեր իմ Աստված, ով ուզում է ընտանիք կազմի, Տեր իմ Աստված։ Խնդրում ենք օրհնես իրանց, Տեր իմ Աստված։ Խնդրում ենք, որ իրանք էլ միաբանվեն, իրանց տունն էլ, Տեր իմ Աստված, միաբանության մեջ փառք տան քեզ, Տեր իմ Աստված։ Աղոթում ենք բոլոր նրանց համար, ով երազում է բալիկ ունենա, Տեր։ Խնդրում ենք, որ քո հրաշքն անես իրանց ընտանիքներում, Տեր իմ Աստված, որ ծնվեն նոր մանուկներ, քեզ փառք տան, Տեր իմ Աստված, քո զորավոր ծառայողները լինեն, Տեր։ Մենք աղոթում ենք ամեն մեկի համար, ամեն կարիքի համար, ամեն մեկի համար, ով ճանապարհ անցնում, Տեր իմ Աստված, թող ոչ մեկ ոչ մի բանից չվախենա, որովհետև դու ես մեր Տերը ու մեր Աստված, ու մենք ամեն բան հանձնում ենք քեզ, զորավոր Աստված, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Հայր, նաև աղոթում ենք Հայաստան աշխարհի համար։ Շնորհակալություն ենք քեզ հայտնում, Տեր։ Շնորհակալություն ենք հայտնում, որ ունենք այսքան գեղեցիկ, հրաշալի երկիր, որ օրհնել ես մեզ, Տեր իմ Աստված, որ տվել ես մեզ բնակության վայր, Հայր, տվել ես մեզ լեզու, Հայր իմ Աստված, տվել ես մեզ հավատք, Տեր, ծանոթացրել ես քո հետ։ Մենք օրհնում ենք Հայաստանը, մենք օրհնում ենք Հայաստանի սահմանները, Տեր իմ Աստված։ Օրհնում ենք Հայաստանում բնակվող ամեն մի մարդու, թող քանդված լինի չարի ամեն ծրագիր մեր Հայաստան աշխարհի վրայից, Տեր իմ Աստված։ Թող ամեն հայ ճաշակի քո քաղցրությունը, Տեր, թող ամեն հայ ծանոթանա քո հետ, թող ամեն հայ, Տեր իմ Աստված, ճաշակի քո քաղցր ներկայությունը իր կյանքի մեջ, Տեր։ Այն խաղաղությունով, այն հրաշքներով, որ գալիս ես, Տեր իմ Աստված։ Մենք աղոթում ենք, Տեր իմ Աստված, մեր Հայաստան աշխարհի սահմանների համար, տալիս ենք քո պաշտպանության տակ, Տեր իմ Աստված։ Աղոթում ենք մեր զինվորների համար, մեր կառավարության համար, Տեր իմ Աստված, ու խնդրում ենք քո սուրբ պաշտպանությունը լինի մեր Հայաստան աշխարհում, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, Հայր։ Մենք աղոթում ենք նաև Ռուսաստան աշխարհի համար, Տեր իմ Աստված, շնորհակալություն ենք հայտնում, Տեր։ Շնորհակալություն ենք հայտնում, որ հնարավորություն ունենք այստեղ միաբանվելու, քո խոսքի շուրջ, Տեր իմ Աստված, քեզ ծառայելու, այստեղ բնակվելու, Տեր իմ Աստված։ Շնորհակալություն ենք հայտնում, Տեր իմ Աստված, օրհնում ենք այս երկրի սահմանները, օրհնում ենք այս երկրի կառավարությանը, Տեր իմ Աստված։ Խնդրում ենք, որ քո խաղաղությունը գա, Տեր։ Խնդրում ենք, որ ամեն ազգ ճաշակի քեզ, Տեր։ Խնդրում ենք, որ բարձրանան ճշմարիտ եկեղեցիներ, Տեր, որոնք քո փառքն են բարձրացրելու, փառավորելու են քեզ, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, ամեն։ Հալելույա, Տեր։ Երկնային արքա, մենք չենք դադարի ասենք, որ դու սուրբ ես, որովհետև դու միակն ես, ով սուրբ է, ու ումից հոսում է սրբությունը մեր կյանքերի մեջ։ Խնդրում ենք քեզ, երկնային արքա, իջացնես ներկայությունդ ամեն մեկիս կյանքի վրա, վառես ամեն ինչ, ինչը խանգարում է քո սրբությանը բնակվել մեր մեջ, Տեր։
քանդես ամեն պատ, որ սատանան կառուցում է մեր կյանքերում, ու լցնես քո օրհնություններով, ամեն մեկի կյանքը ստեղ գտնվող մեզ դիտող Տեր, օրհնում ենք քո սուրբ անունը, ու ասում ենք սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես Տեր, եղիր մեծարված, սուրբ արքա, հալելույա, ամեն, ամեն, փառք ամենակարող Աստծուն, փառք Տիրոջը, գիտես, Հոբը մի անգամ Աստծուն տեսավ, հետաքրքիր պահ էր, մինչև այդ խոսում արդարանում, էս երանում, Աստծուն տեսավ, սենց արեց, ասեց, մինչև հիմա լսել էի, հիմա տենում եմ, այդ են հենց Տիրոջը տեսնես, մի անգամ այդ բերանդ փագելու ես, իրա սրբությունը, մեծությունը, էլ չես կարա ոչ մի բան ասես, ուղղակի պետք է լռես, որովհետև պիտի լռես, վայելես, ուրիշ բան քեզ չի հասնում, ամեն, այդ հենց Աստված ունես դու, Աստված օրհնի քեզ, փառք Տիրոջը, Տեր օրհնի ամեն մեկիդ, քո կողքինը սպասում է քո մխիթարող ժպիտին, խնդրում եմ, ժպտա իրան ու կարող ես նստել, Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի բոլորիդ, փառք Աստծուն սիրելիներս, ես մի բան չեմ կարողանում հասկանամ, Երևանի եկեղեցում երևի այս դահլիճի կեսի չափ մերոնցից տեսնում եմ, բայց էլի դահլիճը լիքն է, ով աստեղ դահլիճում, ժողովուրդ, այս որտեղից է լցվում այս դահլիճը, կարաք ինձ բացատրեք, հա, փառք Տիրոջը, այն խոսքն է, հա, որ ասենք, ինչքան թողում ես, այնքան շատանում է, փառք Աստծուն, Աստված օրհնի քեզ քո հավատարմության համար, շնորհակալություն, որ դու այսօր ստեղ ես սիրելիս, շնորհակալություն, ձեր դեմքերին նայում եմ, ես մեջս ցնծություն ա, շնորհակալություն, որ գիտես երկրներին, աշխարհներին, իրավիճակներին նայելով այնքան էլ ժպտալու ժամանակներում չենք ապրում, բայց քո դեմքը լրիվ ուրիշ բան է ասում, հաստատ զգացում ա, որ դու երկնային քաղաքացի ես, տեղով չես ապրում, փառք Տիրոջը, Աստված օրհնի քեզ, Աստված օրհնի ամեն մեկից, սիրելիներս, կապ չունի այս աշխարհում ինչ է լինում, մեր պատկանելիությունը երկնքից է, ամեն, մեր պատկանելիությունը երկնքից է ու պատահական չի, այնպես չի, որ մենք մեզ ենք հույս տալի, այնպես չի, որ միամիտ է ստացվել, չէ սիրելիս, Աստված վաղուց որոշել է իմ ու քո համար, որ դիմացի գնալու ենք տուն, Սաղմոսներով մի հատ լավ տեղ կա, ուզում եմ կարդամ հենց տեղից սկսեմ այսօրվա խոսքը, մի անգամ ես ուզում ասեմ շնորհակալություն ամեն մեկիդ, որ ստեղ եք, մեկ է մեզ դիտողներին, սիրելիներս, Աստված օրհնի բոլորիդ, կարոտել եմ ձեզ շատ, բայց շատ չխոսամ, վաղը որ կլինի հետներս, ընդեղ կխոսանք իրար հետ, այդ բանը ռեկլամ եմ անում, էլի։ Հիմա ուզում եմ մի հատ կարդամ Սաղմոսներից մի հատ շատ լավ տեղ, Սաղմոսներում վատ տեղ չկա, ուղղակի էսենց դիպուկ է հենց ասածից վրա, Սաղմոս 11:6-ում ասում է, իմ աշկերը երկրի հավատարիմների վրա է։ Տեսեք ոնց է սկսում Աստված, ասում է, իմ աշկերը երկրի հավատարիմների վրա է։ Հետաքրքիր մի բան է, գիտես, երբ որ դու ուզում ես մի բանի վրա կենտրոնանաս, ուշադիր նայում ես այդ տվյալ առարկային, անձին, ինչ-որ մի բանի, հա, որ ուզում ես կենտրոնանաս, աշկերդ կենտրոնացնում ես, կամ եթե ինչ-որ մեկը մի հայտնի մարդ փողոցով անցնում է, մեկ էլ շուռա գալիս ինձ միամիտ քեզ տեսնում աշկերով ու անցնում, ասում ես նկատեց ինձ, տեսավ, ասում ես պատկերացնում ես, էս ինչ ինձ տեսավ, աշկերը ինձ տեսան, Աստվածաշունչն ասում է, Աստծո բերնից դուրս եկած բառեր, ասում է, իմ աշկերը երկրի հավատարիմների վրա է, նայում եմ տենամ, ըհը, ընդե հավատարիմ, 1, 2, 3, 4, ահա մի հատ էլ հավատարիմ ընդե է պահկվել, մի հատ էլ ընդեղ է, մի հատ էլ Աստված պատկերացնում եք հատուկ ուշադրության է դարձնում, տենաս որտեղ հավատարիմներ կան, ըհը մի հատ էլ տեսա, իմ աշկերը ասում է երկրի հավատարիմների վրա է, այսօրվա խոսքը գիտեք ոնց եմ վերնագրել ես, ուշադրության արժանացածները, այն մարդիկ, ով արժանացել է Աստծո ուշադրությանը, որ աշկերը կենտրոնացրել է քո վրա, դա շատ կարևոր է, երբ որ Աստված նայում է քեզ, ուշադրություն է դարձնում, ոչ թե արագ անցնում է քո վրով,
Այն մարդիկ կան, չէ, որ չես ուզում բարևես, արագ անցկացնում ես հայացքդ սենց։ Յանում չտեսար, որովհետև չես ուզում իրան բարևես։ Ուղղակի այտենց անցնում ես, սենց մի անգամից վայ ինչ լավ է, ինքը ինձ չնկատեց։ Այս շատ մարդիկ Աստծու մոտ այտենց են։ Ինքը երեսը թեքում է իրանցից, բայց ասում է իմ աշկերը ինչ որ մարդկանց վրա է, տեսեք ում է արժանացնում հատուկ ուշադրության։ Ասում է երկրի հավատարիմների վրա է։ Ինչի արժանացնում հատուկ ուշադրության այդ հավատարիմներին, գիտեք ինչի համար։ Շարունակության մեջ ասում է, որ իմ հետ բնակվեն։ Պատկերացնում եք Աստված ինչ հատուկ պատիվ է մեզ արժանացրել։ Իմ աշկերը երկրի հավատարիմների վրա է, նայեմ տեսնեմ ում կարամ տանեմ տուն։ Վարդուհին տանում ենք։ Արմենը եկավ, Նարինեն տեղում է, Աշոտ գնացինք, ասում է իմ աշկերը երկրի հավատարիմների վրա է, ոչ թե որ նայեմ ասեմ շատ լավն է, ոնց տեղում է տեսնում է, որ իմ հետ բնակվեն, ոչ թե իմ կողքը միտեղ, կողքիդ հաղամասում, որ իմ հետ բնակվեն, հենց իմ հետ, պատկերացնում եք հատուկ ուշադրություն է դարձնում հավատարիմ մարդկանց վրա, որ տանի տուն։ Ու խոսքը դրանով չի վերջանում, այդ մի խոսքի մեջ իմ աշկերը երկրի հավատարիմների վրա է, որ իմ հետ բնակվեն, անմեղ ճանապարհ գնացողը կծառայի ինձ։ Տեսեք մի խոսքի մեջ ինչքան բան ասում Աստված։ Անմեղ ճանապարհ գնացողը ասում է կծառայի ինձ։ Նայում եմ տեսնեմ ով է հավատարիմ անմեղ։ Գիտեք անմեղ չի նշանակում անմեղ սունակ։ Մեկ-մեկ մարդիկ մտածում են, որ հավատացյալ ես, ջինջ ես, մաքուր ես, անմեղ սունակ ես։ Այս կյանքի չես հասկանում, տեղում չես, հա? Անմեղ չի նշանակում անմեղ սունակ։ Ասում է անմեղ ճանապարհ գնացողը անմեղ ճանապարհ, որ ինքը քայլում է մի ճանապարհով, որի մեջ մեղք չկա։ Չի քայլում են ճանապարհով ոնց անեմ մեկին վատություն անեմ, չի քայլում են ճանապարհով ոնց անեմ մեկի տունը քանդեմ, հայերի ասած իմ տունը սարքեմ, հա? Իր ճանապարհը ուղիղա ու անմեղա։ Ասում է ման եմ գալիս, աշկերս ման է գալի։ Ով է հավատարիմ անմեղ ճանապարհով գնում, որ ծառայացնեմ ինձ ու տանեմ տանս մեջ բնակվի իմ հետ։ Նայեք ինչ հատուկ ուշադրություն է Աստված տալի մեզ։ Աստված փնտրում է հավատարիմ մարդիկ սիրելիս։ Աստված ման է գալի հավատարիմ մարդիկ, որ ծառայացնի իր արքայության համար։ Այսօր գիտես, մի քիչ ուզում եմ խոսամ հավատարմությունից։ Սա շատ կարևոր է մեր կյանքում։ Գիտես, աշխարհը մի քիչ կիսամոլորված ինչ որ ընկել է անհավատարմության գիրկը։ Եթե նկատում եք, ահավոր վիճակ է։ Գնալով աշխարհը կեղտոտվում է։ Այսքան անհավատարիմ աշխարհ չի եղել։ Այսքան անհավատարիմ ընտանիքներով աշխարհ չի եղել, որ ընտանիքներում հավատարմություն չկա։ Ինչքան լկտիություն ես լսում, ինչքան պղծություն ես լսում ընտանիքներից, հավատացյալների ընտանիքներից ինչեր ես լսում։ Այսքան կեղտոտ, ասում եմ, անհավատարիմ աշխարհ չի եղել։ Այսքան կեղտոտ անհավատարիմ ընկերություններով աշխարհ չի եղել, որ մարդիկ իր այդ ընկերություն անում նայում են, որը որին որ ասում են հայերի ասած կգցի, ով առաջինը կգցի։ Այսքան անհավատարիմ աշխատողներով աշխարհ չի եղել, որ մարդիկ աշխատում են զուտ, որ ասում եմ, շեֆին կործանելու իրանք բարձրանալու համար։ Աշխարհը գժվել է, սիրելիս։ Աշխարհը իրականում գժվել է։ Ու այսօր ավելի քան երբեք Աստված ման է գալի, տենա հավատարիմ մարդ կա, որ իրան ծառայացնի։ Հələ տեսնեմ ուրա։ Ասում է իմ աշկերը երկրի հավատարիմների վրա է, երկրի, ոչ թե երկնքի, հրեշտակների, այլմոլորակի, երկրի այլմոլորակայիններ չկան, հանգարց չսխափնվես, հա։ Համացանցով սխալ բաներ չնայես, այլմոլորակայիններ գոյություն չունեն սիրելիս։ Հա, ուղղակի անհնար է, քեզ ինչ հեքիաթ ուզում է պատմեն, լրիվ շոու է։ Հաստատ իմացի, եթե գոյություն ունեն, մինչև հիմա եկել էին։ Եկել գրավել էին այս սիրուն երկիրը։ Գոյություն չունի, որովհետև եթե մի հոգի այլմոլորակային լինի, ամբողջ Աստվածաշունչը փլվում է։ Այլմոլորակային նշանակում է Ադամի մեղքի տակ չի, նշանակում է մենակ Հիսուսով չի փրկությունը, բրծավ։ Աստվածաշունչը փլվում է ուղղակի։ Չկա տենց բան, չի էլ կարա լինի, ուղղակի մարդիկ այնքան են գժվել, այնքան են աննորմալացել, այնքան նորմալ են ման գալի, որ մեկը ասում է երկիրը տափակ է, ուլիքը մարդու խափում համոզում է։ Մեկը ասում է այլմոլորակայիններ կան։ Ես զարմանում եմ, գիտեք ինչքան քրիստոնյաներ են հավատում, որ երկիրը տափակ է։
Ոնց կարելի է տես տափակ մարդկանց ասածը հավատալ։ Ես չեմ հասկանում, ոնց կարա երկիրը տափակ լինի։ Մինիմում պիտի անգրագետ լինի մարդը քիմիայից, ֆիզիկայից։ Գոնե երրորդ դասարան ֆիզիկայի անցած չլինի, որ հավատա, որ երկիրը տափակ է։ Աբսուրդ է դա։ Այն ինչ որ հեքիաթները պատմում են ու ապացուցում են։ Դրա համար քիչ մտի համացանց, քիչ մտի սխալ բաներ նայ, դա անհավատարմություն է բերում։ Դու արդեն սկսում ես տարբեր հիմարությունների հավատալ, փոխանակ որ Աստվածաշնչին հավատաս։ Մենք Աստվածաշնչին էլ պիտի հավատարիմ լինենք, մի մոռացիր սիրելիս, հա։ Մենք իրոք նենց իրականության մեջ ենք ապրում, որ դու չգիտես, այսօր օրինակ որ գնաս տուն, իրական բան եմ ասում։ Այսօր որ դու գնաս տուն ու քնես, դու չգիտես առավոտ ինչ աշխարհում ես արթնանալու։ Ամեն առավոտ կարան են սուրպրիզ լինի, որ ուղղակի չէր սպասում։ Այդ հենց աշխարհում ենք ապրում, վատ իրավիճակներում ենք ապրում, դու ինքդ այն որ ասում ես ցավոք սրտի երևի քո կաշվի վրա էլ ես զգում, լիքը հարցերում, որ բանա փոխվել ու բանա փոխվում, գնալով փոխվում է դեպի վատը։ Ու այս ամեն ինչի մեջ գիտես, մարդը երբ որ ընկնում է անորոշության մեջ, ցավոք սրտի դա ազդում է իր հավատարմության վրա էլ։ Ինքը սկսում է կամաց անհավատարիմ քայլեր անել տարբեր իրավիճակներում, որովհետև իր կյանքը արդեն անորոշության մեջ է, չգիտի ինչ անի, երբ որ մարդը սկսում է խառնվել, սկսում է սխալ քայլեր անել։ Բայց Աստված ասում է, ես ման եմ գալի, այս խառնաշփոթ աշխարհում ասում է ման եմ գալի, տենամ այս երկրի վրա հավատարիմները որտե՞ն են, որ ծառայացնեմ ինձ, որովհետև Աստված ինձ ու քեզ ուզում է անկախ իրավիճակներից մեր հավատարմությունը պահենք։ Մեր հավատարմությունը իր հանդեպ, մարդկանց հանդեպ, աշխատանքի հանդեպ կապ չունի որտեղ ես, գիտես մարդկությունը պիտի քեզ նայելով մի հատ բառ կա, չէ, կիսահայերեն, քեզ նայելով պիտի արխային լինի։ Արխային լինի, որ իրան չես խափի, չես թալանի, սխալ բան չես ասի, պիտի ապահով լինի քեզ նայելով։ Երբ որ քեզ նայում է ու ապահով է, երբ որ Աստված երկինքից նայում է քեզ ու ապահով է, երբ որ բարեկամներդ քեզ նայում են ապահով է, եկեղեցում նայում են ու ապահով են, նշանակում է դու հավատարիմ մարդ ես։ Բայց երբ որ ամեն կողմից ասում են, լսի, բայց արժի որ իրան տանք, բա որ գլուխ չհանի, բա որ մի բան նենց հանի, բա որ խափի, բա որ գողանա, ինչի՞ չէ, նշանակում է չկա հավատարմություն։ Բայց Տերը ուզում է որ մենք հավատարիմ լինենք։ Ուզում եմ մի տեղ կարդամ 4-րդ Թագավորաց 12-րդ գլխից Աստծո ժողովուրդը պիտի տաճարը նորոգեր, փող չկար։ Հայկական տարբերակ փող չկա։ Ինչ արեցին, ասեն մի հատ մեծ արկղ դրեք, տաճար մտնողը թող զոհաբերություն գցի։ Եվ գիտեք ինչա գրած 12-րդ գլխի 10 խոսքում։ Եվ եղավ, երբ որ տեսնում էին, որ արկղում փողը շատ էր, շատացել է։ Այն ժամանակ գալիս էր թագավորի գրագիրը եւ քահանայապետը եւ ծրարում էին եւ համարում, այսինքն հաշվում։ Տիրոջ տանը գտնված փողը։ Հաշված փողը տալիս էին Տիրոջ տան վրա նշանակված գործավարների ձեռքը եւ նրանք վճարում էին հյուսններին եւ Տիրոջ տունը շինող գործավորներին։ Տեսեք, մանա սովորական հսկողությունով գնացող գործընթաց է։ Սովորական հսկողությունով գործընթաց է։ Այս արկղնա, այսքան գումար եկավ լցվեց մեջը։ Գրածա մի հատ թագավորի կողմից էր մարդ գալի, մի հատ քահանայապետն էր գալիս, մի հատ էլ հաշվապահ էր գալիս, բոլորի ներկայությունով հաշվում էին, ստորագրում էին ինչքան գումար է։ Ու այդ գումարը տանում էին, տալիս էին այդ պրարաբի ձեռը, լավ, սենց ասեմ, շինարարների ղեկավարի ձեռը։ Նորմալ սովորական գործընթաց է, չէ՞։ Սովորական հաշվապահություն է, եկեղեցիները բոլորը այս հաշվապահությունը պահում են, դա նորմալ է։ Գիտեք, աննորմալը հետո է սկսում։ Աննորմալը 15-րդ խոսքում է գրած։ Գիտեք ինչ է գրած այնտեղ։ Ամեն ինչ նշեք հաշվարկում էին, որ հանկարծ մի կոպեկ չկորի։ Բայց գալի ասում ենք 15-րդ խոսքին լրիվ ուրիշ բան է գրած։ Ես կարդամ. եւ հաշիվ չէին ուզում այն մարդկանցից, որոնց ձեռքն էր տրվում փողը, որ գործավորներին տային, որովհետև հավատարմությամբ էին աշխատում։ Դու պատկերացնում ես, հաշվարկեցին, պունկտուալ, թագավորից մարդ, քահանայից մարդ, այսքան գումար է մտել եկեղեցի, 7411 ռուբլի, մտել է եկեղեցի։ Կոպեկ գրեցին, արձանագրեցին, այդ գումարը տանում տալիս են շինարարների վրա դրված պատասխանատու մարդուն ու մոռանում են։
Հաշիվ չեն ուզում իրանից, ասում է։ Չեն ուզում ասել 17000 տվել եմ հյուսներին, 21000 տվել եմ քարտ տաշողներին, այսքան տվել եմ սրան։ Գիտես ինչի, ոչ մի հաշիվ չեն ուզում, որովհետև մոռացել են, ասում է, որովհետև ինքը հավատարիմ մարդ էր։ Հավատարմությամբ են գործում։ Պատկերացնում ես, նենց անուն հանես, որ 100%-ով մարդիկ քեզ վստահեն, որ քեզանից հաշիվ չեն ուզում։ Այն էլ տիրոջ տան գումարներն է, որ Աստծո վախնել էլ հետը։ Պետք է ընդհանրական ոնց որ թե կրկնակի հաշիվ ուզեն, որ հանգարց մի կոպեկ չկորի։ Բայց այնքան հավատարիմ մարդը գրածա հաշիվ չէին ուզում, որովհետև հավատարմությամբ էին աշխատում։ Մեծ երջանկություն է, երբ որ քեզ վստահում են, էլ 100%-ով։ Մեծ երջանկություն է, երբ որ քեզ մի բան են ասում ու վստահում են։ Ու իրան գիտեն, որ դու անող ես։ Ընդհանրապես վստահության տարբեր մակարդակներ կա։ Գիտեք, ասենց ասեմ, ամենաանվստահության մակարդակը գիտեք որն է, տոտալ հսկողությունը։ Տոտալ հսկողությունը, որ ժողովրդական խոսք ասում է, դուրդ փակ բայ հարևանիդ գողմի ասա, չէ՞, հայկական խոսք է։ Տոտալ հսկողությունը գիտես որն է, մեծ հիմնարկներում հիմնականում տոտալ հսկողություն է։ Ինչ են անում իրանք, ասենք մեծ հիմնարկներում ինչ են անում։ Ամեն ինչ ավտոմատացված է։ Կամերաներ, շլանգբաումներ, բեյջիկներ, մարդ եկավ աշխատանքի։ 5000 աշխատող ունեն, հո չեն ասելու, ահա այս մեկը չի խափի, շուտ կգա, այս մեկը ուշ գա։ Այնտեղ դիմացը դրած է մի հատ կետ անցող։ Բեյջիկը խփում ես, գրում է մի անգամից, խփում է համբյուտերի մեջ, այսօր եկել է գործի, աշխատավարձ կստանա։ Բեյջիկի ծնգոցը չեկավ, աշխատավարձ չստանա։ Այսինքն ամեն ինչ տոտալ հսկողության տակ է, հավատարմություն չկա։ Դրած է հստակ պայմաններ, հստակ հսկողություն, ընդհանրապես ինչքան որ մեծ է, հա, ինչքան որ ասենք հիմնարկն է մեծ, ծառայությունն է մեծ, կապ չունի, մի բանը որ ինչքան որ մեծ է, այնքան ոնց որ որպեսզի կարողանան այդ ամեն ինչը կառավարեն, գիտեք ինչ են անում, այնքան վստահությունը կչացնում են մարդու վրա, անհատի վրա վստահությունը կչացնում են, որովհետև իրան հսկելը դժվար է։ Եթե վստահությունը շատ լինի։ Վստահությունը կչացնում են, պատասխանատվությունը իջացնում են ավելի ցածր մակարդակի վրա, ինչ են անում, հսկողությունը ավելացնում են։ Մարդու վրա իրանց պետք չէ, ասենք 1456 մարդ են ընդունել աշխատանքի, եկեք ստուգենք ով է իրանցից հավատարիմ։ Չեն կարա այդքանին ստուգեն։ 1000 էլ պետք է մարդ պահեն, որ ստուգի իրանց։ Դրա համար ինչ են անում, ամեն մեկի պատասխանատվությունը կչացնում են, որ իրա վրա շատ մեծ պատասխանատվություն դրած չլինի։ Կչացնում են, հսկողությունը շատացնում են, որպեսզի մարդը չկարանա խափի։ Դա նշանակում է, որ անվստահության մթնոլորտ։ Գիտեք, կա մի հատ էլ ուրիշ ծայրահեղություն։ Էդ էլ են տոտալ վստահություն բացի թողի վիճակով, այն որ բոլորին հավատում թողում ես, ասում ես, ադե մերոնք են, մի բան կանեն։ Իմ քուրս, ոնց են, հայերեն չգնեմ, ոնց են ասում, տրայորդնի, դվայորդնի, հա, ինչ որ երրորդածին թազաբար հորինեմ, հա, քուրս աշխատում էր մի հատ հիմնարկում, կանչել էին իրան, որ գլուխ հանի այդ հիմնարկից, Հայաստանում հայկական մեծ հիմնարկ կա, ճանաչում եք բոլորդ, անունը չեմ տա հիմնարկի, ու գիտեք ինչն է հետաքրքիր, դե շատերը հավատացյալ էին, տերը, լիքը մարդիկ այդ հիմնարկում, կանչել էին խառնաշփոթեր իրանց մոտ, գնացել էր մեծ հիմնարկ կա, մեծ արտադրանք կա տալի ամբողջ Հայաստանով մեկ, եկել ասում է գործ բան չեմ տեսել, ասում եմ հələ ձեր բաները բերեք, հաշվետվություններից սկսենք, ասում է ոչ թե կոմպյուտեր են բերել, ոչ թե բան են բերել, թղթեր, ասում է բերել են մի հատ sense տետեր, մեջը գրիչով գրած, Աշոտ աղբեր, էս ինչ, այսքան տարավ, էս ինչ, այսքան բերեց, ասում եմ նայում ծիծաղում եմ, ոնց որ 19-րդ դարում ելնենք, ասում եմ այնքան բացի թողի վիճակա, հատելավ մերոնք են, գիտես հատելավ մերոնք են ճիշտ տարբերակ չի կյանքում, մեր հայերի բոլոր խնդիրները գիտեք ինչ ցա սկսում, հատելավ մերոնք են, 3 ընկերով գործ են անում իրար հետ, ասում ես պայմանագիր կնքել ես, ադելավ մերոնք են, մեր աղբերն է, հենց խնդիրները սկսում է, այդ աղբերը դառնում է թշնամի, բա պայմանագիրը դուր է, այդ ընկերներ են, ինչ պայմանագիր, մորքուրից տղեն է, ինչ պայմանագիր, մեր մոտ այդ հադելավ մերոնքը աշխատում է, սա էլ է սխալ, գիտեք, սա էլ է սխալ, երբ որ դու թողում ես, ասում ես, դե հո չեն խափելու,
Գիտես, ամեն մարդ չի, որ հավատարիմ է։ Քեզ ավելին ասեմ, ամեն բարեկամ չի, որ հավատարիմ է։ Ամեն ընկեր չի, որ հավատարիմ է։ Հա, ամեն կին չի կամ ամեն ամուսին չի, որ հավատարիմ է։ Ցավոք սրտի մենք ունենք այս իրականությունը։ Բայց Աստված փնտրում է հավատարիմ մարդիկ, ինչի համար։ Որ ասում է, որ ծառայացնեմ իրանց, որ ծառայացնեմ իմ կամքին։ Պատկերացրեք, ասում եմ, ման եմ գալի հավատարիմ մարդիկ երկրի վրա, որ սկզբից խոստմունքն է տալի, ասում է, որ իմ հետ բնակվեն, խոստմունքն է տալի, հետո ասում է, որ ծառայացնեմ իմ կամքին։ Եվ գիտեք, մի ուրիշ տեսակել կա, որ ոչ տոտալ հսկողության կողմն է, ոչ էլ բացի թողի վիճակինն է։ Այդ երրորդ տեսակը գիտես որն է, այն հսկողություն վստահությունով։ Այն որ դու ոչ թե հսկում ես, որ հանգարտ չխափի, չէ, ուղղակի ժամանակ առ ժամանակ գալիս ես տենաս ուր է հասել մարդը, ինչ արդյունքի է հասել արդեն։ Գիտեք, ես վերջերս մենք մեր նկատել եք սանանգույցները վերանորոգել ենք։ Հա, ում դուրը չի գալի։ Հա, նորմալ է, հա, դուրները գալիս է։ Փառք Աստծուն, գիտեք այնքան լավ էր, որ ես Հայաստանից ստեղ մի քիչ այս վերջի մանավանդ 2 ամիսը շատ ծրագրերի մեջ էի, ընդհանրապես չէի կարողանում գալ, բայց այնքան լավ է, որ Հայաստանից ստեղ այնքան վստահ եմ եղբայրների, ավոյենց վրա, աղբերների վրա, որ իրանք գործը անում են, գիտեք, այնքան լավ է, որ դու վստահ ես այդ մարդկանց վրա։ Ուղղակի ժամանակ առ ժամանակ ստուգում ես, ասում ես՝ ուր հասակ ժողովուրդ, հասել ենք ստե, հիմա ես ենք վերանորոգվում, հիմա ես ենք Փառք Աստծուն։ Գիտես, այնքան այդ է, որ իսկական ձևը հավատարմի մարդկանց վերահսկում ես վստահելով, ոչ թե կասկածելով, վերահսկում ես վստահելով։ Գիտեք ինչա գրած Աստծո խոսքի մեջ, մի տեղ եմ ուզում կարդամ, 4 Թագավորաց 22-ի 4-ում։ Էլի կապված է գործ անելու հետ, հա, Աստծո տան համար։ Ասում է գնա Քեխկիա քահանայի պետի մոտ, որ նա հանի Տիրոջ տան ներս եկած արծաթը, որ դրան պահապանները ժողովեցին ժողովրդից, եւ հանձնեն գործավորների ձեռքը, որ Տիրոջ տան վերանշանակված են, եւ հանձնեն գործանողներին, որ Տիրոջ տանն են, տան վնասվածը նորոգելու համար, հյուսներին, շինողներին, որմնադիրներին, նաեւ փայտ ու տաշած քարեր առնեն, տունը նորոգելու համար։ Տեսեք, երի սովորական ծրագիր է, չէ՞ տալիս։ Գնա ասա, այս փողը թող հանեն, այսինչ բաներն առնեն։ Բայց նայեք Աստված ինչ մեծ է, ասում է, բայց հաշիվ չուզեն։ Ասում է գնա փողը վերցրու, տուր իրանց, թող էս առնեն, բայց հանգարտ չասեք, հələ բերեք տնանք, որից ինչքան եք արել, ինչքան եք ծախսել, ինչքան է մնացել։ Գիտեք ինչքան ուժեղ է, երբ որ արդեն ինքը Աստված է քեզ վստահում։ Երբ որ ինքը Աստված է քեզ վստահում, ասում է հաշիվ չուզեք նրան ձեռքը տրված այն արծաթի համար, որովհետև նրանք հավատարմությամբ գործողներ են։ Հաշիվ մի ուզեք, ասում է, ես իրանց վստահում եմ։ Պատկերացնում ես, Աստծուն չես կարող խաբես։ Կարանք նենց ապրենք։ Կարանք ես ու դու նենց ապրենք, որ ցանկացած հարցի շուրջ Աստված ասի, ես իրան վստահում եմ։ Ինքը ո գիտի մեր սիրտը։ Մեր բնավորությունն է գիտի, մեր սիրտն է գիտի, մեր ձեռի մաքրությունն էլ գիտի։ Հա, ով Աստված ամեն ինչ գիտի։ Գիտեք ինչքան մեծ պատիվ է, երբ որ Աստված այս խոսքերն ասում է, չփորձվեք մեկ այդ հարցնեք իրանց այդ փողերը որտեղ եք ծախսել։ Հաշիվ չուզեք հանգարց իրանցից, որովհետև ես իրանց վստահում եմ։ Իրանք հավատարիմ մարդիկ են։ Պատկերացնում եք ինչ մեծ պատվի արժանացնում։ Ես գիտեք ոնց եմ ստուգում մարդու հավատարմությունը։ Իմ համար ամենահեշտ ձևերից մեկը գիտեք որն է ստուգելու։ Երբ որ մի բան եմ ասում, իմ մոտ սենց ասեմ, էլի, չգիտեմ, մի քիչ շատ է ինֆորմացիան։ Սենց դարակները տեղ չի անում, էլի։ Ուզում եմ մի հատ կողքից ուղեղ զակաստամ, ասում եմ պրաշիվկա չի լինում։ Հիմա մի քիչ շատ է ինֆորմացիան, հա։ Գիտեք, իմ մոտ ոնց եմ ես զգում, որ մարդը հավատարիմ մարդ է։ Երբ որ ես մի բան եմ իրան ասում, եթե ես մարդուն մի բան ասեցի, ու մոռացա,
ուղեղիցս հանեցի, նշանակում է ես իրան վստահում եմ։ Բայց եթե ասում եմ ու 2 ժամ մեկ հարցնում եմ, ասեմ արեցիր, ու հələ չի արել, մի ամիս է անցել։ Հետո կամ հարցնում ասեմ իմ ուզածով արեցիր, թե էլի քո ուզածով։ Եմ որ ասում հականեմ ու գնում եմ հենց անում ոնց որ ինքն է ուզում, ոչ թե ոնց որ դու ես ասել։ Այստեղ է երևում, ես այդ մարդուն վստահում եմ, թե չէ, հավատարիմ է ինքը իմ համար, թե չէ։ Եթե ասում մոռանում եմ, նշանակում է այնքան եմ վստահում, որ գիտեմ, ասել եմ ինքը կանի, այդ մի ինֆորմացիան գոնե հանեմ ուղեղից, դատարկվի տեղը դազաբան լցնեմ։ Ինձ հեշտ է տենց, հեշտ է այն մարդկանց հետ, ում որ մի բան եմ ասում, մոռանում եմ։ Բայց եթե ասում եմ 7 անգամ էլ հսկում եմ, որ արեցիր, եղավ, եկար, բերեցիր, նշանակում է վստահություն չկա։ Ու դա ինձանից չի։ Սիրելիներս, դա ինձանից չի։ Ընդհանրապես հավատարմությունը, վստահությունը այդ ոչ թե ինչ որ բան ասողից է, այլ անողից է։ Իրանից է բխում։ Դու իրան որ բան ես տալի, վստահությունը իրանից է բխում, ինքը կարժանանա այդ վստահություն, կարդարացնի իր վստահությունը, կարդարացնի իր հավատարմությունը։ Քեզանից կախված չի։ Ինքը պիտի քո առաջ դա ձեռք բերի, ոչ թե դու ամեն անգամ փորձես քեզ համոզես, որ ինքը հավատարիմ է։ Ասում եմ ես կանգնած նայում եմ, աշկերտս ուշադրությունս արժանացնեմ այն մարդկանց, ովքեր որ երկրի վրա հավատարիմ են։ Իհարկե ես չեք պատկերացնում ինչքան օրհնված եմ ձեզանով։ Մեր եկեղեցու նման մեծ են բանաստեղծը կասեր աշխարհանցի Արարատի նման ճերմակ գագաթ չկա։ Հիմա մեր եկեղեցու նման աշխարհում եկեղեցի չկա։ Անկեղծ ասում եմ քեզ։ Փառք Աստծուն։ Իմ համար չկա։ Կարող է ուրիշի համար իրանցն է լավը, Տերը օրհնի, բայց ես այն ինչ որ ես մեր մոտ, գիտեք, ինչքան հեշտ է ինձ։ Ես համարյա 2 ամիս տեղ չեմ եղել։ Բայց գիտեք ինչքան հեշտ է, ես շատ ավելի այն հայերեն ոչ հայերեն բառ ասեմ, արխային եմ եղել ձեզանով, որ չեմ տեսել, քան թե լիքը տեղեր, որ եղել եմ, ավելի անարխային եմ եղել, որ տեղում եմ եղել։ Որովհետև մեր եկեղեցին իրոք շատ հավատարիմ եկեղեցի, Աստված օրհնի ձեզ սիրելիներս։ Այս մեր ընդհանուր ոնց որ մի հատ մեծ ընտանիք լինենք։ Իհարկե ընտանիքա մեկ-մեկ խոսակցություններ կարան լինեն, մեկ-մեկ անհասկանալի բաներ միմյանց հանդեպ, բայց ընդհանուր այս հոտը, որ մեր եկեղեցուց գալիս է, լրիվ ուրիշ հոտ է։ Նենց որ Աստված օրհնի քեզ, ես շատ շնորհակալ եմ ձեր համար։ Ես այտենց ոնց որ ասեցի, ամերոպե չեմ զանգում հարցնեմ ոնց են, որովհետև գիտեմ, որ լավ ենք, որովհետև հավատարիմ եք։ Տերը օրհնի ձեզ։ Այս մեր ծառայողները ես զարմանում եմ, էլ sense հավատարիմ ծառայեն, այսքան մարդ, այսքան հավատարիմ ծառայում է, ես չգիտեմ, ոնց փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Գիտեք, ամեն մի փոքր բանի մաչել երևում է ձեր սրտերը։ Այսօր աղբերներից մեկը եկավ ռյուկզակով մեջ է, sense ակումուլյատորներ դրած, որովհետև կամերաների ակումուլյատորները տանում տունը, զայրատկա է դնում, հետը բերում է, որ կարա թողի ստեղ զայրատկա լինի, կլինի, ոնց կլինի չի։ Էս էլ է սիրտ, չէ՞։ Էս էլ է սիրտ, էս էլ է հավատարմություն։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար, որ իրական դուք ձեր սրտերը դնում եք Աստծո համար։ Աստված տեսնում է, սիրես, չհանգարտ չմտածես, թե բախի ինձ չնկատեցին, ունենք այսքան բան եմ անում, ինչի մի օր հովիվը մերսի չասեց ենթադրենք, 350 ծառայող ունենք, կարծեմ, բոլորին չեմ կարող հասցնեմ մերսի ասեն ու հիշեմ ով ինչ է անում, բայց իմ մերսին այնքան երկրորդական է, ինքը տենում է։ Ինքը տենում է, սիրես, անգամ եթե քո ավակը չի հասցնում քեզ մերսի ասի, մեկը կողքից չի գովում, իմ աշկերը երկրի հավատարիմների վրա է։ Հա, իմ աշկերը երկրի հավատարիմների վրա է։ Փառք Տիրոջը, երբ որ դու քեզ պահում ես հավատարիմ իր հանդեպ, աշխարհն է շուռ գա, ասում է իմ հետ է բնակվելու ու ես իրան ծառայացնելու եմ։ Աշխարհն է շուռ գա, հա, ինքն է դնողը, ինքն է նկատողը, ինքն է օրհնողը։ Դրա համար ամեն ինչ անենք, որ ինքը տեսնի։ Եթե ինքը տենում է, ուզում է թող ասաղ աշխարհը աշկերը փակի, հա։ Ամեն։ Փառք Տիրոջը, ու այդ հավատարմությունը սիրելիս ամեն ինչում է երևում։ Այդ երևում է օրինակի համար անգամ եկեղեցում քո հավատարմությունը գիտես ոնց է երևում։ Ասենք փոշեկուլի լարը, երբ որ փաթաթում ես մաքրելուց հետո, ուղակի խճճում շպրտում ես, թե նուրբ ասում ես Տիրոջ տան փոշեկուլն է, սպասի լարը կլորացնեմ, սիրուն փաթաթեմ։ Դες պրիմիտիվ բաներ եմ ասում։
Հա, կամ ասենք ձեր շենքով անցնելուց, որ մտնում է ձեր շենքի մուտքը։ Ասենք տեսնում ես մեկը մի անշնորհք ձևով սիգարետի տուփ է գցել, գետնին գնացել է։ Տեղել է երևում, կվերցնես կգցես զիբիլի մեջ, թե չէ։ Ամեն մեկի, ամեն ինչի, քո շենքի հանդեպ, քո ընտանիքի, քո բարեկամների, քո եկեղեցու հանդեպ, քո Աստծո հանդեպ, ամենտեղ մեր քայլերից երևում է մեր հավատարմությունը։ Մեր վերաբերմունքից է երևում։ Ու Աստված մենակ եկեղեցում չի նայում մեր վարքին։ Աստված չի գրած. ես նայում եմ տենամ եկեղեցում ովքեր են հավատարիմ աշկերս իրանց վրա, ասում է երկրի վրա հավատարիմների վրա եմ աշկերը։ Երկրի վրա, ամբողջ երկրի վրա նայում եմ հավատարիմ մարդկանց, ասում են ես իմ հետ է բնակվելու, սրան տանելու եմ տուն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Գիտեք ինչ ասում Մովսեսի մասին։ Պատկերացնում եք 3 միլիոն մարդ։ 3 միլիոն մարդ, մի հատ sense մի բան նայեք։ Եթե ես հիմա մենք այնտեղ բապտիստերիա ունենք, չէ՞, ջրի մկրտություն ենք անում։ Եթե ես հիմա sense մնաց ձեռքս sense անեի բապտիստերիայի այդ արկղը մի կոմին գներ, ու ես գնայի մեջը ջուր լսածնել ու վրայով քայլեի։ Իրական բոլորը տեսնեիք։ Ավելի շատ կնվիրվեիք, չէ՞ Աստծուն։ Հրաշք աշկով տեսնում ես հավատքդ ավելի է մեծանում։ Եթե հիմա sense գայ ու սկսեի օդի մեջով գալ։ Գայ մոտ ինչ կանեիր։ Անկեղծ, խառնվեր իրար, չէ՞։ Կասեիր հորս արև իրական է։ Հա, այն մի հատ բան կա, չէ՞, հորս արև չի կարելի երթվալ, հա։ Բայց կասեիր, չէ, այն մի հատ հումոր կա, չէ՞, ասում է ճիշտ է, իսկական է։ Հա, այսինքն կզգայր, չէ՞ վրաս։ Մի բան փոխվեց, հա, այս ամեն ինչը ճիշտ էր։ Դու պատկերացնում եք հրեա ժողովուրդը այդ ամեն ինչը տեսել է, ծովել է բացվել, 10 պատուհասներն են եղել երկրի վրա, այնքան բան են տեսել արդեն։ Ինչքան պիտի նվիրված լինեին Աստծուն, չէ՞։ Ինչքան պիտի նվիրված լինեին, բայց Աստված նայում է երկրի հավատարիմների վրա ու գիտեք ինչ է ասում։ Այդքան մարդու մեջ, 3 միլիոն մարդու մեջ Աստված սա տրագեդիա է։ Նայում է գիտեք ինչ է ասում։ Այդքանի մեջ ասում է, բայց այնպես չի իմ ծառա Մովսեսը, որ իմ բոլոր տան մեջ հավատարիմ է։ Դու պատկերացնում ես, այդքան 3 միլիոն մարդ իր հրաշքները տեսել է, մեջով անցել է, Աստված նայում է այդ 3 միլիոնի մեջ մի հատ Մովսես է տենում։ Մի հատ Մովսես է տենում, ասում է Մովսեսը ստեն չի, ինքը ամբողջ տան մեջ էս մեկը հավատարիմ է։ Պատկերացնում եք Աստծո սիրտը։ Այդքան մարդ տեսել է այդքան բան։ Սա որը մունաթ են գալի, փնթփնթում են, էսի կսպանեն, չեն հասնի, ընդ Ահարոնն ու Մարիամը մենակ դու չես լավը, մենք էլ ենք լավը, ամեն մեկը միայն խաղում է, ընդ կորխի իր անգեների հետ, ուրիշ կռիվ է տալիս։ Ամեն մեկը մի պատմության մեջ, նայում Աստված, աշկերես երկրի հավատարիմների վրա է, ուրա, Մովսեսը։ Ու տենց էլ ասում է, տենց չի ասում իմ ծառա Մովսեսը, որ բոլոր տան մեջ հավատարիմ է։ Կարանք այդ տենց ապրենք, որ Աստված նայի ասի, դե իմ բոլորը մի կողմ կարինես տանս մեջ հավատարիմ է։ Նարեկս նմանը չկա։ Բոլորը մի կողմ ինքը տան մեջ հավատարիմ է։ Մեր ձեռն է ամեն ինչ։ Էլի եմ ասում, Իրանից չի, հավատարմությունը մեզանից է գալի դեպի Իրան։ Ոչ թե ինքն է մեզ ասում է դե այսօր տղս նորմալ ոտով արթնացել մի 7%-ով դոզան հավատարմության ավելացնեն վրեն։ Չէ, սիրելիս, մեզանից է կախված։ Մենք ոնց ենք մեզ պահում։ Պատկերացնում ես։ Մի հատ պատկերացրու Աստծո դեմքը, ուղղակի դեմքը պատկերացրու իրա, որ ասում եմ, այդ ժպիտը դեմքի, որ ասում եմ, Մովսեսը հավատարիմ է։ Պատկերացնում ես ոնց է Աստված իրա չէ ուզում բարձենա։ Եթե մտածում եք Աստված չի սիրում բարձենա, չարաչար սխալվում եք։ Ասես սատանա տեսար ինչ հոբ ինչ տղա ունեմ։ Տենում ես ինչ տղա ունեմ ասում, այ անորեն ասում, բա ասում էր ոչ մեկ չկա։ Տենում ես ինչ տղա ունեմ։ Ապա ծնողա չէ, սիրում է, որ մի ծնողը չի սիրում բարձենալ իր երեխեքով։ Ինչ չսիրելը ո՞րն է, ես չեմ, գիտեք ինչ, այդքան որ իմ գլուխը լցրել են, որ
որ պապաները, մամաները սկսում են իրանց երեխեքին գովել, տենց չկա ոչ միտեղ։ Երեխեն մի հատ հազիվ կարում է ջութակով դո պահի, արդեն ասում է պագանինի։ Ծնողա, բավդի գովա, չէ, նորմալ է։ Պատյացեք աստու դեմքը, որ ասում է ադը Մովսեսը սորիշ է, էլի։ Հələ նայեք ինչ հավատարիմ է։ Կուզես չեն Աստված քո մասին խոսալուց այդ նույն ժպիտը ունենա դեմքին։ Ամեն ինչ մեզից է կախված, էլիս։ Նեհեմիան մի հատ տեղ կարդամ Նեհեմիայի գրքից 7-րդ գլխից։ Գիտեք ինչ ասում 7:2-ում։ Երբ որ իրան պետք են մարդիկ, Երուսաղեմը վերականգնելու հարցերով շատ հարցեր կան, որ լիքը մարդիկ են պետք հավատարիմ, տեսեք ինչ ասում։ Իմ եղբայր Անանիին եւ աշտարակի իշխան Անանիային, որ հավատարիմ մարդ է եւ Աստծուց երկյուղած ավելի քան թե շատերը, պատվիրեցի Երուսաղեմի մասին։ Հետաքրքիր է։ Պատմումա, ումա ոնց որ դրել պատասխանատու, ումա վստահել, գիտեք ինչա, երկու տեսակի մարդիկ է շեշտում։ Մեկը ասում է իմ եղբայրը, այն մեկը հավատարիմ է, որովհետև իր աղբերն է։ Չէ, լինում է, չէ, որ աղբերը կարա ուրիշների հանդեպ անհավատարիմ լինի, բայց դե տան անդամ է, քո հանդեպ հավատարիմ է։ Չէ, շատ է լինում, չէ, ընտանիքի մեջ նույնը ասենք, ես չգիտեմ, ընտանիքի մեջ ասենք թեկուզ ծնողները իրանք կարան ամբողջ աշխարհին խափեն, բայց իրանց երեխեքին չեն խափում։ Կարան բոլորին գցեն, բոլորից գողանան, բայց իրանց երեխեքից ոչ են գողանում։ Տան մեջ հավատարիմ են։ Սա նորմալ է, չէ, նորմալ կատեգորիա է, ասում է, ես երկու հոգի մարդ եմ վստահե։ Մեկը իմ աղբերն է։ Էսի նորմալ է, էսի սովորական երևույթ է։ Բայց շարունակության մեջ ասում է երկրորդի մասին խոսած, ասում է եւ մյուսը աշտարակի իշխան Անանիան, որ հավատարիմ մարդ է եւ Աստծուց երկյուղած ավելի քան թե շատերը։ Աստծուց երկյուղած ավելի քան թե շատերը։ Մեկ աղբերս է դրա համար է հավատարիմ, ինչ ասեմ կանի։ Մյուսն էլ ասում է հավատարիմ է ոչ թե որովհետեւ ինձի շատ ասին, որովհետեւ Աստծո վախը ունի։ Կարևոր բան եմ ուզում ասեմ սիրելիս։ Մեկը Աստծո վախը ունի, ասում է։ Աստծո հանդեպ ունեցած վախը ավելացնում է մեր հավատարմությունը։ Ինչքան դու Աստծո հանդեպ վախ ունես, այնքան քո հավատարմությունը շատանում է։ Ինչքան Աստծո հանդեպ վախը կորցնում ես, այնքան հավատարմությունդ քչանում է։ Դառը օրինակ ունենք Հուդային։ Հուդան կորցրել էր Աստծո հանդեպ վախը, փողերը գողանում էր, անհավատարմության մեջ էր, վերջում էլ մատնեց Հիսուսին։ Ինչի, որովհետև Աստծո հանդեպ վախը կորցրել էր։ Գիտեք ինչա գրած Առակաց 28-ում։ Առակաց 28:20 հավատարիմ մարդու օրհնությունները շատ են, բայց հարստանալու շտապողը անպատիժ չի մնա։ Այս լրիվ Հուդայի վրա է։ Հավատարիմ մարդու օրհնությունները շատ են, բայց հարստանալու շտապողը անպատիժ չի մնա։ Հուդան այնքան էր շտապում հարստանալու, գրածա ինչ ընկնում էր զոհաբերության մեջ, ինքը պահում էր։ Պատկերացնում ես եկեղեցու զոհաբերությունը գնում էր Հուդայի գրպանը։ Հուդային դրել էր ֆինանսների նախարար Հիսուսը ու Հուդան թալանում էր եկեղեցին։ Ինչի, որովհետև անհավատարմության մեջ էր, որովհետև ուշքու միտքը հարստանալն էր։ 30 արծաթ տվեք Հիսուսին դες մատնեմ։ Արծաթ։ Ասում է հավատարիմ մարդու օրհնությունները շատ են, բայց հարստանալու շտապողը անպատիժ չի մնա։ Շատ կարևոր մի բան։ Միտեղ էլ կարդամ, ես կխնդրեմ մեր Ելից 18:21։ Տեսեք ինչ է ասում Մովսեսին։ Եվ դու բոլոր ժողովրդից կարող մարդիկ ընտրի Աստծուց վախեցող, հավատարիմ, ագահությունը ատող։ Մարդիկ ընտրիր եւ հազարապետներ, հարյուրապետներ, հիսունապետներ, տասնապետներ դիր նրանց վրա։ Տեսեք, ես էլ նույն բանը, նույն Հուդայի պատմությունն ասում եմ, մարդիկ ընտրի ագահությունը ատող։ Ոչ թե ասում եմ ոչ ագահ, ագահությունը ընդհանրապես ատող։ Գիտեք ինչի, որովհետև ագահությունը հավատարմության թշնամին է։ Ագահությունը հավատարմության թշնամին է։ Հուդան էլի բերեմ օրինակ։ Իր ագահությունը բերեց նրան, որ դարավ գող, վերջում դավաճան, վերջում կախվեց։ Ինչի, որովհետև ագահություն էր։ Ուզում էր ինչքան հնարավոր է, գիտեք ինչ, նորմալ
չի, ասենք միջին մակարդակի գողը գիտես ոնց կլներ։ Եթե քսակի մեջ ընկնում էր 100 դինար, 50-ը պահեր իրան, 50-ը գոնե կերակրելը, աղքատները, ճամփա են գնում, փողա պետքա, չէ։ Բայց Հուդան այնքան ագահ էր, Աստվածաշունչն ասում է, քսակը ընկած գումարը պահում էր։ Հիսուս ջան, այսօր էլի զոհաբերություն չի եղել։ Այս ժողովուրդն են ժլատա։ Մի կոպեկ չտվեցին, բայց իրականում գրպանում է ոսկիները արդեն։ Այն էլ Հիսուսի ծառայությանը պատկերացնում եք, այդ հրաշքների մեջ մարդիկ ամբողջն էին լսնում։ Այդ հրաշքները տենում էին իրանց կյանքում, իրանք չէին պահելու ինչ որ բան, մարդը բերելա կույր երեխուն, տեսանող երեխուն տանում է։ Այդ քսակը հաստատ ոսկով թողելու է գնա տեղ։ Բայց գրած անկածը պահում էր, որտեվ ագահությունով բռնված էր։ Աները հոթորն ասում է, ագահությունը ատող մարդիկ ընտրի։ Հավատարիմ մարդիկ ընտրի, ագահությունը ատող։ Մի անգամ էլ կարդամ 4 Թագավորոց 22:7-ը, ասում է, բայց հաշիվ չուզեք, նրան ձեռքը տրված են արծաթի համար, որովհետև նրանք հավատարմությամբ գործողներ են։ Սիրելիս, արին հենց ապրենք, որ մեր համար էլ Աստված ասի, իրանից հաշիվ մի ուզեք։ Ինքը հավատարիմ ծառայողն է։ Իրանից հաշիվ մի պահանջեք, ինքը հավատարիմ է։ Վերջում էլ գնաս երկինք, հրեշտակներին ասի գնացեք դիմավորեք, իրանից հաշիվ չուզեք, ինքը մաքուր է ապրել։ Հանկարծ չասեք, հələ մի հատ բերտենանք ինչ ես արել։ Իրանից հաշիվ մի ուզեք։ Ինքը հավատարիմ է։ Պատկերացնում ես, ինչ մեծ պատվի արժանանալ է, երբ որ դու հավատարիմ ես։ Հավատարիմ մարդով կգտնի Աստծո խոսքն ասում է։ Այսօր հավատարիմ մարդու եմ ասում եմ գինը միլիոն է։ Ցանկացած հիմնարկի ղեկավար միլիոններ կտավ, եթե մեկը հավատարիմ լինի իրան։ Որ իր ամբողջ գործը ղեկավարի ու ինքը հանգիստ լինի, որտեղ էս մարդն է։ Գիտեք ոնց, ես անձնական փորձառությունից ասեմ, դե կյանքա, չէ, տարբեր բնագավառներ ունես կյանքում, տարբեր իրավիճակներ։ Գիտեք, ուղղություններ կա, որոնց մասին ընդհանրապես չեմ մտածում, որովհետև ընդ է հավատարիմ մարդ կա։ Այնքան հեշտ է ինձ, երբ որ հավատարիմ մարդ կա։ Այնքան կարևոր է, երբ որ գիտես քո վստահված ծառայության մեջ, կապ չունի քեզ ինչ Աստված վստահել է, 5 հոգու տնային խմբակի ավակես, մի հատ փոքր ծառայության ավակես, մեծ եկեղեցու հովիվ ես, արքիեպիսկոպոսի վրայի հովիվ ես, կապ չունի ով ես։ Այնքան կարևոր է, որ քո գծի վրա Աստված հանգիստ լինի։ Ինչը քո տակա, ինքը հանգիստ լինի, որովհետև այնպես մեկին է դրել իր համար, որ ինքը արխային է։ Ասում անդե ես մտածելու բան չունեմ, այնտեղ հանգիստ եմ։ Այս ինչ եկեղեցու հետ մտածելու բան չունեմ, որովհետև այս ինչ եկեղեցու հովիվին ես վստահում եմ։ Ժողովուրդ, աշխարհը իրոք աննորմալացել է։ Եկեղեցիներն են աննորմալացել։ Ես ինչքան եկեղեցիների հետ ծանոթանում եմ, այնքան հասկանում եմ վայրենացել են եկեղեցիները։ Ծառայողներն էլ հետը։ Ինչ որ աննորմալ բան է, աշխարհը լցվել է եկեղեցի, ասենց ասեմ։ Աշխարհի ստրուկտուրան, աշխարհի սուտը, աշխարհի հեքիաթները, նայում ես ինչ են խոսում, ժողովրդից ինչ են պահանջում, ինչ են նպատակները, լացելդ գալիս է։ Բայց այսօր իրականությունն է։ Մենք մի հատ կեղտոտ աշխարհի մեջ ենք գտնվում։ Մի հատ անհավատարիմ աշխարհում ու ավելին ասեմ, մի հատ աննորմալ եկեղեցիներով լցված աշխարհում ենք գտնվում։ Ես զարմանում եմ Աստված ոնց է դիմանում։ Ինչա կատարվում։ Դրա համար սիրելիս պահի հավատարմությունդ այն քչի վրա, որ դու ունես վստահված Տիրոջից։ Կապ չունի քեզ ինչ է վստահել Աստված։ 100 հոգի է վստահել, 10 հոգի է վստահել, թե չգիտեմ, թե սինթեզա վստահել, թե այս ամբիոնը մաքրելն է վստահել։ Քո հավատարմությունը պայ, գիտես ոնց հայրվում ես ամբիոնը մաքրելուց հավատարմությունդ։ Երբ որ մաքրում ես, մեկի տեսնում ես այդտեղ մի հատ մեծ մածնահետ կա, մեծ sense այնտեղ ասում ես դե լավ ով է տեսնելու ընդից տեղ էսի հավատարմություն չի բայց որ ասում ես դու հո տենում ես էսի պետք է փայլուն լինի ստեյս քո խոսքն ալնելու ու պրտում ես ոչինչ 2 րոպե ավել կմնամ բայց կպրտեմ
Հա, այստեղ է երևում հավատարմությունը։ Ամեն քայլի մեջ, գիտեք, ինքը սենց գլոբալի մեջ չի մենակ։ Քեզ $10,000 տվեցին, ասեցին, չգիտեմ, Վանաձորից հասցրու Սպիտակ, կամ Երևանից կամ Մոսկվայից Պուշկինո հասցրու ու տարար հասցրեցիր, ասում են հավատարիմ մարդ է։ Գլոբալի մեջ կարաս հավատարիմ լինեն շատերը։ Կարան ուղակի մարդիկ իրանց, ասում ամոթ հոչի, հոչեմ գողանալու։ Բայց այն փոքրերի մեջ մենք կարողանում ենք հավատարիմ մնանք։ Այն մանրուքների մեջ կարողանում ենք հավատարիմ մնանք։ Վայ, սենց մի բան եմ արել, բայց կնիկս հանգարց չիմանա։ Չէ, օշնություն չեմ արել։ Ուղղակի կասիրի հետ մի քիչ ֆլիրտաբաց արեցի։ Անհավատարմություն է դա։ Չէ, ու շատ բան չեմ արել, քնածեր մի երկու պիղծ էջ եմ մտել։ Դա անհավատարմություն է, սիրելիս։ Ով տեսավ, տեսավ։ Տենում ամեն ինչ տենում ասում, իմ աշկերը երկրի հավատարիմների վրա է։ Որ տանեմ տուն։ Որ տանեմ տուն, պատկերացրու ինչի համար է մանգալի մարդ ասում։ Պատկերացնում ես, Աստված մարդ է մանգալի, որ ոչ թե տանեմ ում տուն, ասում է տանեմ իմ տուն, որ իմ հետ բնակվի։ Ու ամեն ծառայացնեմ իրան։ Ու այդքանի մեջ դու ասում ես լավ է ղեկավարս չտեսավ, այսօր ասեցի 9-ին եմ գալու, բայց ընկերուս ասել է քո բեյջիկով կշղկացնես ինձի, ես 12-ին նոր գնացի։ Տենում է։ Տեսնում է։ Խնդրեմ ոտքի կանգնես։ Ուզում եմ այսօր աղոթք կանենք հավատարմության համար։ Գիտես չեմ ուզում ամեն անգամ գաս տիրոջ առաջ ասես դե հիշում ես որ ասել էի վերջ որոշել եմ ծառայեմ, բայց դե տենում ես էլի չի ստացվում, կներես ամեն անգամ հենց ուզում եմ ծառայեմ, սատանան խառնում է սաղ իրար, գործես վատանում է եւ այլ եւ այլ։ Դա անհավատարմություն է։ Կամ լավ խոսք եմ տալիս, էլ կնկած վատ բառ չեմ ասի, ծաղիկ եմ առնելու գնամ տուն։ Ու ամեն անգամ ասում ես, կներես էլի ներվայնացրեց չդիմացա։ Շատ լավ տարբերակ եղբայրներ։ Կինը ունի ունիկալ ունի բնավորության գիծ քո ներվերը սղոցելու։ Խնդրում եմ, երբ որ այդ գիծը արթնանում է իր մեջ, սենյակից դուրս արի։ Այդտենց երկուստ էլ լավ կլինի, հավես ունես այդ պատմությանը։ Մեկը բնավորության գիծ է, ինքը տեղ կգտնի, ստեղից չմտնի, դեղից կմտնի։ Խայս է դա, ոչինչ, ներեք մեր քուրիկներ են, մենք իրան շատ ենք սիրում։ Բայց պետք չի ամեն անգամ ասես վերջ էլ իրան բան չեմ ասելու, հետո տղամարդկությունը տելի արթնանա ժենշինը մալչած տարբերակով, հա։ Սիրելիս այն ամենափոքր դետալներից սկսած իմ ու քո հավատարմությունը փորձվում է, որովհետև ես կարդացի ամենասկզբից, ասում է իմ աշկերը նայում են երկրի հավատարիմների վրա, ամենաթեթև, ամենապուճուր իրավիճակում էլ Աստված նայում է, դու հավատարիմ կգտնվես, թե չէ, ու ընտրում է, ու հետո կանգնում ասում է, բայց այտենց չի իմ ծառա Մովսեսը, որ ամբողջ տան մեջ հավատարիմ է։ Ինքը տենց չի, որ ասում եմ, ձեր իմացածը չի։ Ինքը ձեր իմացածներից չի, ինքը ասում է ամբողջ տանս մեջ հավատարիմ է։ Ուզում եմ աղոթք անենք, սիրես, որ մեր կյանքերի ջնջվի ամեն անհավատություն, ամեն անվստահություն, ամեն անհավատարմություն Աստծո հանդեպ, հա, որ մենք իրական գիտես ինչ, այն ամեն իրավիճակ, որ գալիս է, մեր մեջ այդ ոնց որ այդ դատչիկը արթնանա։ Հիմա ես պետք է հավատարիմ գտնվեմ։ Ինչա պետք անեմ դրա համար։ Այս իրավիճակում ես ոնց անեմ, որ հավատարիմ լինեմ։ Որովհետև ասած նայում է։ Ու խոստումքն էլ ունի, ասում է, հավատարիմ եղար տուն եմ տանելու ու ծառայացնելու եմ քեզ։ Իսկ երբ որ Աստված է քեզ ծառայացնում, ոչ թե հարևաններդ, բարեկամներդ, հովիվը, երբ որ Աստված է քեզ ծառայացնում, դա լրիվ ուրիշ շոշնություն է։ Որտեղ է ասում, կտեսնեք ինձ ծառայողի ու չծառայողի տարբերությունը, երբ որ Աստված է քեզ ծառայացնում։ Աղոթենք։ Տեր Հիսուս, մենք գալիս ենք քո առաջ
ու խնդրում ենք Տեր արքա, որ ներես, եթե ինչ-որ իրավիճակներում հասկանալով կամ առանց հասկանալու անհավատարիմ ենք գտնվեք քեզ Տեր։ Այս անորոշ, կեղտոտված, աղավաղված աշխարհում Տեր, խնդրում ենք օգնի ամեն մեկից Տեր։ Մեր մեջ ինչ-որ զգայարաններ արթնացնենք հավատարմության, որ ինչ իրավիճակ էլ լինի Տեր, նայես մեր քայլերին ու ասես իմ ծառան, իմ որդին, իմ դուստրը հավատարիմ է։ Օգնի դառնանք հավատարիմ մարդիկ Տեր, որ դու ամեն իրավիճակում մեզ վստահես Տեր, որ մեզանից հաշիվ չպահանջես ուղակի վստահելով Տեր, որ ասես իմ ծառան հավատարիմ է, իրանից հաշիվ մի ուզեք։ Շնորհակալ ենք քեզանից Սուրբ Տեր ու խնդրում ենք, որ զորացնես մեզ, հեռացնես մեզանից ամեն ագահություն, ամեն սխալ բան, որ մեզ սխալ ճանապարհների է տանում, քանդես սատանայի ամեն ծրագիր մեր կյանքերից ու օգնես մեզ լինենք հավատարիմ, որ երբ որ գա օրը քո հետ հանդիպելու ասես արի բարի եւ հավատարիմ ծառա, վայելի քո համար պատրաստված արքայություն։ Օրհնում ենք քեզ Տեր, մեծարում ենք քեզ ու ասում ենք շնորհակալ ենք Տեր, որ առաջինը դու ես հավատարիմ Տեր։ Դու արդեն հավատարիմ ես ու ամեն ինչով ապացուցել ես քո հավատարմությունը։ Դու այնքան հավատարիմ ես, որ ասել ես, եթե հայր ու մայրը քեզ թողեն, ես քեզ չեմ թողի։ Մենք քեզ մեծարում ու փառք ենք տալի Տեր։ Ու ասում ենք շնորհակալություն քեզ, մեծ արքա։ Հալելույա։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը։ Գիտես, հավեսա չէ, որ տնից մի շաբաթով տնեցիներով ծով եք գնալու ու բալայներ տալիս ես ինչ որ մեկին, որ ծաղիկները ջրի, որովհետև վստահում ես իրան։ Բայց ինչքան վատա, որ այդ մեկը չկա, որ շանդ պահի։ Ծաղիկները ջրի։ Մեկը չկա, չգիտես, այսօր գիտեք ինչն է շատանում աշխարհով։ Շան հյուրանոցները։ Լուրջ եմ ասում ձեզ, շան հյուրանոցները ամենտեղ լցված են, Հայաստանում էլ է մոդադառը։ Գիտեք ինչի, այնքան լավ բիզնես է, որովհետև այնքան մարդիկ կան, որ գնում են հանգստանալու 2 շաբաթով, չգիտեն շանը որտե թողեն։ 2 օրով միտեղ են թռնում, չգիտեն շանը ում մոտ թողեն։ Բաներ են հորինել, sense տուրբաները հատուկ կաթիլային ջրելու համար, լցնում ես, դնում ես, որ մի 20 օր որ դու տունը չես լինելու, այդ կաթիլայինով ջրվի, քո ծաղիկը չչորանա, ինչի, որովհետև մեկ հավատարիմ մարդ չունես, որ գա ջրի։ Բայց ինչքան հավես է, ինչքան հաճելի է, որ բալաներ թողում ես ինչ որ մեկի մոտ, որովհետև վստահ ես իրա վրա։ Ասում ես տիրություն արա մինչև գամ։ Հավես է, չէ՞։ Փառք Տիրոջը հավատարիմ մարդկանց համար։ Ամեն։ Դու դառի հավատարիմ մարդ։ Ամեն։ Եթե քեզ հավես է, որ ինչ որ մեկը լինի, առաջինը դու եղի։ Հիսուսին եկան մոտեցան ասին, ով է իմ ընկերը։ Գիտեք, լրիվ ուրիշ պատասխան տվեց։ Հիշում եք բարի սամարացու պատմությունը, չէ՞։ Ասեց, եկան ասին, ուրեմն ով է իմ ընկերը։ Հիսուսը մի հատ մարդու մասին պատմեց, ով լավություն էր արել, ու ասեց, գնա դու էլ տենց արա։ Այսինքն գնա դու ընկերացի, ոչ թե լավ մարդ մանարի, որ քեզ ընկեր դարձնես, դու դարձի լավ մարդ, ընկերներ կգան քո կյանքում, դու ինքդ փոխվի, դու դարձի հավատարիմ մարդիկ կհավաքվեն քո շուրջը։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար մի անգամ եւս սիրելիներ, շնորհակալություն, որ դու եկել ես, որ դու ստեղ ես, որ դու հավատարիմ ձևով ամեն շաբաթ գալիս ես։ Սա իրականում, գիտեք, ուր գնում եմ առաջի հարցերից մեկը, գիտեք որն է։ Մի հատ կա, ասես կապ չունի ռուս, ամերիկացի, չեք պատկերացնի, շատ հայտնի եպիսկոպոսներ, շատ հայտնի մարդիկ անվանի, դուք ճանաչում եք։ Հետս հանդիպում են ուզում գնում նստում եմ արդեն ծիծաղալու է դառը, ինձ տարբեր տեղեր։ Արդեն ծիծաղալու է դառը, գիտեք ինչ են ասում։ Հələ մի հատ պատմելի ձեր մոտ այդ ֆենոմենը, ոնց է որ ձեր մոտ էս վիճակն է։ Որտեղ մենք ֆենոմեն ենք։ Օտար հողի վրա ուրիշ ազգ, որ ուրիշ ազգից է, այս երկրի ոնց որ ազգություն չի, ինքը ուրիշ երկրից եկած է, այսքան հավաքվեն, ու այսքան լիքը, ու այսքան սիրով, ով մտնում աստեղ ասում է ձեր եկեղեցում այդ ինչ սեր կա։ Ասում են այդ որտեղից։ Բոլորը մենակ հարցնում են ինձ,
կասես այդ որտեղից։ Դե պատկերացրեք իմ երջանիկ վիճակը ու իմ դեմքը պատկերացրեք, հա։ Իմ դեմքը, հա։ Ու ես սկսում եմ ասել, ասում եմ ուրեմն ասեմ, ու սկսում եմ թվարկել, ինչ որ ուզում եմ, որովհետև իրականում մեր եկեղեցին Աստված օրհնի ամեն մեկիդ, ուրիշ է, լրիվ ուրիշ է։ Բայց այնքան լավ է, որ գիտես ինչ, այ Աստված երկնքից նայ այս եկեղեցուն, ամեն մեկից նայ ու Մովսեսի նման ասի, հավատարիմ է, դրա համար էլ տենց է։ Ամեն ինչ արա, որ այդ նշանը քո վրա լինի հավատարմության, լավ։ Տերը օրհնի քեզ։ Տերը օրհնի քեզ։ Փառք Աստծուն, մինչև որ ավարտենք մեր ծառայությունը, ես ուզում եմ մի հարց տամ, մեր սիրված տրադիցիոն հարցը։ Ով է այսօր առաջի անգամ։ Եթե առաջի անգամ ես բարձր ձեռդ ողջունենք քեզ։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի բոլորիդ, տարբեր տեղեր ձեռքեր եմ տեսնում, Տերը օրհնի բոլորիդ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի բոլորիդ։ Մի բան եմ խնդրելու, եթե դու առաջի անգամ ես, դեռ կյանքը Տիրոջը չես տվել։ Եթե ուրիշ եկեղեցուց ես հյուր ես եկել, մեզ Տերը օրհնի քեզ, բայց եթե դեռ չես ընդունել Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ, չես իջել առաջ ապաշխարես, խնդրելու եմ, իջեք, ես էլ իջնեմ, դուք էլ իջեք, հանդիպենք մի կարճ աղոթք կանենք, սիրելիներս։ Ովքեր որ համացանցով են նայում առաջի անգամ, խնդրեմ մեր հետ այս աղոթքը հավատքով անես, հա։ Աստված օրհնի ձեզ։ Եկեք ծափարենք, Աստված օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Пусть Бог благословит вас։ Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ շատ։ Աստված օրհնի։ Օրհնված լինեք։ Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար։ Փառք Տիրոջը, փառք մեր Աստծուն։ Աստված օրհնի ձեզ շատ։ Աստված օրհնի ձեզ։ Բարով եք եկել, Տերը օրհնի, Աստված օրհնի։ Փառք Աստծուն ձեր համար, Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը, սիրելիներս, ես այնքան ուրախ եմ, որ դու այսօր այստեղ ես։ Ես տեսնում եմ ընդեղելի մարդիկ կան։ Բարևեմ ու խոսենք, հա։ Աստված օրհնի ամեն մեկիդ։ Փառք Տիրոջը։ Փառք Մարիա Աստծուն։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ։ Փառք Աստծուն։ Սիրելիներս, գիտեք ինչի ձեզ ներքև հրավիրեցի։ Բոլորն է իրանցից մի անգամ եկել են։ Խնդրում եմ մի մտածի, ես հետևից քանի օք են նայում, խի են նայում, դու ես ու քո Աստված, հա։ Մենք իրար հետ հիմա հավաքվել ենք մի կարևոր աղոթք անելու։ Ու ես խնդրելու եմ Աստված օրհնի ձեզ էլ շատ, բարով եք եկել։ Ես խնդրելու եմ դու իմ հետ այս աղոթքը անես։ Գիտես ինչ ենք աղոթելու։ Գալու ենք Հիսուսի առաջ, ասենք Տեր Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած մեղքերի համար։ Գիտես Աստվածաշունչն ասում է, եթե դու ներողություն ես խնդրում ու հրաժարվում ես քո մեղքերից, Աստված մաքրում է քո մեղքերը, անկախ նրանից ինչ ես արել, որովհետև բոլորիս մեղքերի համար խաչի վրա Հիսուսը արուն է վճարել։ Այդ արունը ցանկացած մեղք կա մաքրում, բայց ապաշխարած մեղք, երբ որ դու զղջում ես, չկա զղջում, չկա ներում։ Երբ որ զղջում ես քո արածի համար, կապ չունի, գիտես սուտ ես խոսած թե մարդ ես սպանել։ Նշանակություն չունի։ Աստվածաշունչն ասում է մեղքի վարձքը մահն է։ Ինչ ուզում անես, դրա պատասխանը մահն է։ Բայց Հիսուսը խաչի վրա քո տեղը մահացավ, քո մեղքի համար։ Մահացավ, որ ինձ ու քեզ փրկի։ Քեզ մնում է մենակ ընդունես իր արած զոհը ու իրան հրավիրես քո կյանքը, որպես քո փրկիչ, որովհետև ինքը ինձ ու քեզ փրկել է խաչի վրա։ Այդ աղոթքն ենք մենք իրար հետ անելու, ասելու ենք Տեր, ների մեղքերս կյանքս քեզ եմ տալիս։ Այսօրվանից ուզում եմ քո հետ ապրեմ։ Եթե պատրաստ ես այդ աղոթքին, եթե պատրաստ ես հիմա կյանքը տաս Հիսուսին, խնդրելու եմ փակես աշկերտդ իմ հետ կրկնես։ Դալիճը մեզ կօգնի։ Ուղղակի իմ հետ կրկնի, համացանցող նայողներն կարող եք կրկնել։ Ասա իմ հետ, երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար։ Եվ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Արի, թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո սուրբ հոգով։ Դու ես իմ Տերը ու իմ Աստվածը, հանուն Հոր
եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներս։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար։ Դու մտածում ես ուղակի խոսքեր ասեցիր, դա ուղակի խոսքեր չի։ Աստվածաշունչն ասում է, թե սրտովդ հավատում ես ու շուրթերովդ ասում ես այս խոսքերը, դա փրկության աղոթք է։ Դու այսօր երկնքի երկրի առաջ ասիր սատանա, ես քոնը չեմ, ես Հիսուսի սեփականությունն եմ։ Հիսուսն էլ եկավ ու գրկեց քեզ։ Որոշ մարդիկ զգացին, որոշ մարդիկ կարողա չզգացին, բայց ինքը եկավ ու գրկեց քեզ, որովհետև դու իր սեփականությունն ես։ Ինքը քեզանից շատ է քեզ սիրում, սիրելիս։ Եթե մեկը կա ով քեզնի շատ, ինձնի շատ, մեզ սիրում է, այդ Հիսուսն է։ Ինքը մեզանից շատ է մեզ սիրում։ Դրա համար ուզում եմ, որ մենք իր հետ լինենք։ Աստվածաշունչն ասում է, ահա քո առաջ դնում եմ կյանքն ու մահը։ Ուրեմն ընտրի կյանքը, որ ապրես։ Իսկ կյանքը հենց Հիսուսն է։ Ես եմ ճանապարհը, ես եմ կյանքը, ես եմ օրհնությունը, ուրիշը չկա, ես եմ Հիսուսն է։ Այդ ես եմը ինքն է։ Այսօր քո կյանքը տվեցիր Հիսուսին։ Տերը օրհնի քեզ, բարով ես եկել Աստծո տուն։ Մեր դռներն ու սրտերը միշտ բաց է բոլորիդ համար։ Ամեն չորեքշաբթի եւ շաբաթ մենք այստեղ հավաքվում ենք ծառայության։ Այնպես որ բարով ես եկել, կարող ես միշտ գալ, եթե ուրիշ քաղաքից ես կարող ես գտնել եկեղեցի այնտեղ ծառայել, գնալ եկեղեցի, եթե ուրիշ եկեղեցի է դու գալի կարող ես գնալ ուրիշ եկեղեցի, կարևորը Տիրոջ հետ լինես, լավ, կարևորը Հիսուսի հետ լինես։ Բայց մինչև քո գնալը մենք մի հատ ուզում ենք քեզ նվեր տանք, քո հարցերին պատասխանենք, մեր քույրիկը եղբայրը կանգնած են, իրան ձեռքում նոր կտակարանա, ուզում ենք ձեզ նվիրել, որ դու կարդաս Աստծո խոսքը, դա քո կյանքի ինստրուկցիան է։ Առանց ինստրուկցիայի ապրում ենք, գլուխներս խփում ենք պատին ու ասում ենք ցավում է։ Բայց ընդ գրած է, պատին գլխով խփել չի կարելի։ Մենք չենք կարդում ինստրուկցիան մեր կյանքի։ Նորմալ չի, չէ՞, մենք առանց ինստրուկցիան կարդալու ինչ որ մի բան ստեղ միացնենք, այս դինամիկները կտրակեն։ Բայց հայերը սիրում են, մի հատ անեն, վնասվեն, նոր հետո ստուդիան ինչն է սխալ արել։ Հələ բերեք մի հատ տենամ ինչա գրած։ Իմ մոտ այդ ստացվում է կոնդիցիոների հետ։ Բոլոր կնոպկաները սխում են, վերջում ասում եմ, մի հատ արեք, բացատրեք ինչ պետք է անեմ։ Մենք այդպես մեր կյանքի հետ ենք անում։ Ինչ ասես ինստրուկցիայից դուրս փորձում ենք, տեսնում ենք վառեց, գմփած, մի բան խառնվեց կյանքում իրար, ասում ենք, ի՞նչն եմ սխալ արել։ Այնտեղ գրած է ոնց է ճիշտ ապրելը, որ օրհնված լինես, առողջ լինես, կյանքդ երջանիկ լինի ու վերջում էլ Հիսուսի մոտ գնաս։ Դրա համար ես խնդրելու եմ մեր քույրն ու եղբայրը ձեզ կառաջնորդեն իրանց հետ բարձրանաք վերև մի կարճ ժամանակով։ Համ ձեր հարցերին կպատասխանենք, համ ձեզ կնվիրենք այս գիրքը, լավ։ Աստված օրհնի ձեզ, խնդրեմ մեր ծափահարություններն երկու հետևեք իրանց, լավ։ Տերը օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Փառք Աստծուն։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն ամեն մեկի համար։ Փառք Տիրոջը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը, Սուրբ Հոգու առաջնորդությունը, ներկայությունը, հաղորդությունը ամեն մեկի կյանքի վրա լինի, սիրելիներս։ Աստված օրհնի քեզ, գնա խաղաղությամբ, ով որ հնարավորություն կունենա, ժամանակ կունենա, վաղը հանդիպենք։ Տերը օրհնի ձեզ։